Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք News լրատվականն է եթերում եւ ես այսօր հեռավար կապով հարցազրույցի եմ հրավիրել մեր հարգարժան Անդրանիկ Հովհաննիսյանին, միջազգայնագետ։ Ողջույն Անդրանիկ եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, Արմինե, շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք լսում եք ինձ, կապը մեր նորմալ է, կարծում եմ։ Եվ ուրեմն անցնենք մեր հարցին, այսօր Գյումրին ընտրեց վերջապես իր քաղաքապետը եւ Վարդան Ղուկասյանն է ընդդիմության ներկայացուցիչը դարձավ Գյումրիի քաղաքապետ, իդեպ ասեմ ձայների 18 ձայներ են ներկա եղել այդ քվեարկության ժամանակ 18-ն էլ կողմ են քվեարկել Վարդան Ղուկասյանին, Սարիկ Մինասյանը ՔՊ-ի տեխնատուն եւ ՔՊ-ի ներկայացուցիչները բոյկոտել էին նիստը, չեն մասնակցել, իդեպ հայտարարում են արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենալ, այսինքն ՔՊ-ն կարծես չի հանդարտվում, որքանով հետևում եք հերվից Գյումրիի ընտրություններին, ձեր կարծիքը կուզեմ արտահայտեք, մասնավորաբար հետևյալ շեշտադրմամբ, ինչ եք կարծում, Գյումրին ազատվեց ՔՊ-ական քաղաքապետից, հնարավոր է, որ այդ տրամադրությունները եւ գործընթացը տարածվի ամբողջ հանրապետությունով եւ ի վերջո մեզ հաջողվի ազատվել այս քաղաքացիական պայմանագիր կոչվող ադրբեջանա-թուրքական օրակարգ իրականացնող իշխանություններից։ Խնդրեմ, դուք եթերում եք Անդրանիկ։ Անշուշտ ուշագրավ հետևում եմ ներքաղաքական իրադարձություններին Հայաստանի Հանրապետությունում, շատ կարևոր եմ համարում ընտրությունների արդյունքները եւ ընդդիմության համախմբման այդ գործընթացը։ Ընտրություններից հետո Գյումրիում մենք կարող ենք նշել 3 հիմնական փաստարկ, որը շատ կարևոր ազդեցություն կարող է հետագայում ունենալ համընդհանուր իրավիճակի վրա Հայաստանի Հանրապետությունում։ Առաջինը դա այն է, որ ընտրությունների միջոցով ընդդիմությանը հաջողվեց պարտության մատնել այսօրվա իշխանություններին, դա շատ կարևոր է։ Երկրորդ փաստարկը այն է, որ ընդդիմությունը, չնայած որ կան տարաձայնություններ եւ այդ տարաձայնությունները ակնհայտ են, այնուամենայնիվ ընդդիմությունը իր մեջ ուժ գտել եւ միավորվեց մի գաղափարի շուրջ՝ ազատագրել Հայաստանի Հանրապետությունը այսօրվա իշխանությունից եւ այդ գործընթացը կարող է սկսվեց հենց Գյումրիից, բայց չի բացառվում, որ հետագայում համընդհանուր արդեն պարլամենտական ընտրությունների ժամանակ նույն համախմբումը կարող է տեղի ունենալ ընդդիմադիր ուժերի միջև։ Երրորդ կետը, որը ես կնշեի, ինքը ավելի շատ սիմվոլիկ է, բայց ասում եմ Հայաստանի համար, մեր հայ ժողովրդի համար սիմվոլիկ իրադարձությունները եւս կարևոր նշանակություն ունեն, չնայած քաղաքականության մեջ իրենք գուցե այդքան կարևորություն չունեն, բայց ժողովրդի մոտ իրենք կարևոր են ամեն դեպքում, դա այն է, որ 2018 թվականի մարտ ամսի Նիկոլ Փաշինյանը իր համակարգիչների հետ այդ շարժումը, որը ի վերջո բերեց պետական հեղաշրջմանը 2018 թվականից, սկսեց հենց Գյումրի քաղաքից։ Եվ այսօր 7 տարի հետո ինքը պարտվեց հենց Գյումրի քաղաքում։ Այսպիսով մենք սա կարող ենք որպես սիմվոլիկ եւս դիտարկել, որ այն վայրը, որտեղից Նիկոլ Փաշինյանը իր արշավը սկսեց եւ վերջ հասցրեց նրան, որ Հայաստանում պետական հեղաշրջում տեղի ունեցավ, այսօր ինքը հենց այդ վայրում պարտվեց, իր թիմը պարտվեց։ Եվ սա իհարկե կարող ենք մենք այս փաստարկները նաև հաշվի առնելով նշել, որ հետագայում կարող է ազդեցություն ունենալ նաև պարլամենտական ընտրությունների վրա, որովհետև պարլամենտական ընտրությունները արդեն շատ մոտ են, հաջորդ տարի 2026 թվականին են լինելու այդ ընտրությունները, եւ սա նաև քաղաքական ուժերի համար այդ վերջնական փորձն էր դիտարկել, թե ինչպիսի տրամադրություններ կան հասարակության մոտ։ Իսկ մենք տեսնում ենք դա ոչ միայն սոցարծումների այդ արդյունքում, այլ նաև ընտրությունների հստակ արդյունքում ենք տեսնում, որ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է այսօրվա քաղաքական պայմանագրի քաղաքականությունից եւ պատրաստ է իր քվեն, իր ձայները տալ այլ ուժերին, որպեսզի այսօրվա իշխանությունը չվերընտրվի հաջորդ տարի։ Այո, եւ փաստորեն ամեն ինչ հետայսու կախված է լինելու ընդդիմության ճիշտ քաղաքականությունից, ոչ միայն Գյումրիի ընդդիմության մասին է խոսքս, այլ ընդհանրապես հայաստանյան, մասնավորաբար այսօր խորհրդարանում ներկայացված քաղաքական ընդդիմությանն է վերաբերում խոսքս եւ ընդհանրապես նաեւ արտախորհրդարանական ընդդիմությունը, որպեսզի գիտակցեն, որ համախմբմամբ միայն հնարավոր կլինի, այո, երկիրը ազատել այս չարիքի իշխանությունից։ Շնորհակալ եմ հետաքրքիր մեկնաբանությունների համար, անցնենք առաջ,
այսօր Փաշինյանը լրագրողների հետ հարցազրույցում հենց խորհրդարանում այլևս բաց տեքստով հստակ ասել է, որ այո, իր իշխանությունը պատրաստվում է հրաժարվում է անկախության հռչակագրից եւ հերթական անգամ հիշեցրել է, որ անկախության հռչակագրի տեքստը ինքը քանիցս կարդացել եւ համոզվել է, որ այդ տեքստը, այդ հռչակագրի գոյությունը փաստորեն Հայաստանի Հանրապետության պետության չգոյության, պետականության չգոյության փաստաթուղթ է։ Հետևաբար նա բաց տեքստով այլևս հայտարարում է, որ այո, իրենց իշխանությունը նոր սահմանադրության պարագայում հրաժարվելու է այդ փաստաթղթին փողում կատարելուց, այսինքն նոր սահմանադրություն եթե տեղի ունենա հանրաքվե եւ ընդունվի, ապա այդ սահմանադրության նախագծում չի լինի փողում անկախության հռչակագրին։ Ինչ է սա նշանակում, Անդրանիկ, կխնդրեմ քո մեկնաբանությունը հաշվի առնելով այն շատ կարևոր հանգամանքը, որ անկախության հռչակագրում էր հենց ամրագրված Լեռնային Ղարաբաղի որպես Հայաստանի մաս Հայաստանը անվտանգության երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի, նաև միասնության գաղափարը կա Հայաստան-Արցախ, եւ ի վերջո հայոց ցեղասպանության փաստի հստակ գաղափարն է ամրագրված, որ Օսմանյան կայսրությունում եւ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա այդ ամենից փաստորեն այս ԿՊ-ական իշխանությունը եւ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում են։ Ձեր գնահատականը այս իրողությանը, խնդրեմ։ Եթե մենք սրա մասին խոսենք 5 կամ 7 տարի առաջ, երբ որ քաղաքացիական պայմանագիրը զավթել էր իշխանությունը, ապա քաղաքացիների մեծամասնությունը վստահորեն մեզ չէր հավատա եւ քմծիծաղով կմոտենար, երբ որ նման կարծիքներ մենք հայտնենք, որ այսօրվա իշխանությունը պատրաստում է այդ անելիքները իրականացնել։ Բայց փաստացի քաղաքացիական պայմանագիրը եւ անձինս Նիկոլ Փաշինյանը իրենք կրկնում են թուրք-ադրբեջանական նարատիվները, որոնք տասնյակ տարիներ շարունակ տարածվում են Բաքվի եւ Անկարայի կողմից։ Ինչ է նշանակում չգոյության փաստաթուղթ է։ Սա, գիտեք, հերթական այդ մանիպուլյացիաներն են, որոնցով ուղղակի մարդկանց փորձում են մոլորության մեջ գցել, ընդունելով այն փաստը, որ ժողովրդի մեծամասնությունը գուցե ծանոթ չի քաղաքական տերմիններին, քաղաքականությանը, միջազգային հարաբերություններին, իրավական ինչ-որ տերմիններին եւ այսպիսի հայտարարություններով պոպուլիստական իրենք ուղղակի մարդկանց փորձում են խաբել հերթական անգամ եւ մոլորության մեջ գցել, որպեսզի իրենց կողմից քվե ստանան, որ իրականացնեն այն փոփոխությունները, որոնք իրենք ցանկանում են իրականացնել, իսկ ավելի ճիշտ կլինի ասել, ոչ թե իրենք են ցանկանում իրականացնել, այլ Թուրքիան եւ Ադրբեջանն են պահանջում, որպեսզի այդ իրականությունը, այդ փոփոխությունները տեղի ունենան Հայաստանի Հանրապետությունում։ Շատ բարձ ձևով փորձեմ մատուցել, որպեսզի մեր հանրությունը հասկանա, թե ինչի մասին է խոսքը գնում։ Տեսեք, մենք ունենք սահմանադրություն եւ ունենք անկախության հռչակագիր։ Առաջնայինը մեզ համար անկախության հռչակագիրն է, որը ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին։ Սա մեր պետության ֆունդամենտն է։ Անկախության հռչակագրի հիման վրա ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը։ Դրանից հետո արդեն ընդունվել է սահմանադրությունը, որպեսզի մեր հանրությանը ավելի ընկալելի լինի, թե ինչի մասին է խոսքը գնում։ Մարդ երբ որ ծնվում է, ինքը ստանում է ծննդական վկայական։ Ծննդական վկայական, որտեղ նշված է մարդու հասակը, անունը, ազգանունը, ազգությունը եւ այլն։ Այսպիսով դա ֆունդամենտն է, այդ մարդու էության ֆունդամենտն է։ Դրանից հետո ծննդական վկայականի հիման վրա մարդ արդեն ստանում է անձնագիր։ Այդ երկու կարևորագույն փաստարկները, որ յուրաքանչյուր անձ ունի, եւ դրանով ինքը կարող է ապացուցել, թե ով է ինքը, եւ դրանով ինքը ուղղակի ապրում է։ Պետության պարագայում նույնն է։ Պետությունը ունենում է անկախության հռչակագիր, դա իր ծննդական վկայականն է, եւ դրա հիման վրա ինքը ստանում է սահմանադրություն։ Այդ երկու կարևորագույն փաստարկներ են։ Դու չես կարող մի փաստաթղթից հրաժարվել եւ շարունակել մյուսով ապրել։ Օրինակ, մարդ կարող է հրաժարվել իր ծննդական վկայականից եւ միայն անձնագրով ապրի։ Չէ՞ որ այն պարագայում, երբ որ ինքը հրաժարվեց իր ծննդական վկայականից, որը անտրամաբանական է եւ հնարավոր չի որ նման բան տեղի ունենա, բայց դրանից հետո կասկածներ կառաջանան։ Գուցե այդ մարդը այդ անձնագիրը, որ կրում է, չի պատկանում այդ անձնագիրը իրեն, որովհետեւ ինքը չունի այլևս ծննդական վկայական։
Հիմա նույնն էլ պետության պարագայում է, եթե պետությունը հրաժարվում է իր ծննդական վկայականից, իր անկախության հռչակագրից, ստացվում է, որ յուրաքանչյուր պահ հարևան պետությունները, մեր պարագայում դա Թուրքիան եւ Ադրբեջանն են, կարող է կասկածի տակ դնել հայկական պետականության գոյությունը։ Այ հենց այդ պարագայում արդեն խոսքը կգնա Նիկոլ Փաշինյանի կողմից նշված չգոյության փաստաթղթերի մասին։ Այդ պարագայից սկսած մեր պետականությունը կասկածի տակ գտնվի, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը, որ այդպիսի նարատիվներ են տարածում, որ Հայաստանի այսօրվա տարածքը երբևիցե գոյություն չի ունեցել, որ Հայաստանը ձևավորվել է Արևմտյան Ադրբեջանի տարածքի հիման վրա, այլ դա արդեն իրականություն կարող է դառնալ։ Դրա այսպիսով ընդհանրապես դնել հաշվի այդ, որ հանրաքվե անցկացնել ինքնին արդեն իսկ վտանգավոր է։ Ես չեմ կասկածում, որ գուցե մեր ժողովրդի մեծամասնությունը դեմ քվեարկի այդ փաստաթղթին, չընդունի այն գաղափարները, որը Նիկոլ Փաշինյանը ստացել է Բաքվից եւ Անկարայից եւ փորձում է պարտադրել մեր քաղաքացիներին։ Ես կասկած չունեմ, որ մեր ժողովուրդը կարող է հրաժարվել, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ երբ որ դու այդ հարցը դնում ես, այդ հանրաքվեն անցկացնում ես, դու արդեն իսկ իրականացնում ես Ադրբեջանի պահանջը, որովհետև Ադրբեջանի պահանջը հենց դրանում է, որ դու անցկացնես հանրաքվեն, այն թե ինչպիսի արդյունքներ կլինեն, ընդհանրապես կարևոր չի Բաքվի համար, որովհետև կողմ քվեարկեն, թե դեմ քվեարկեն, միանշանակ Բաքուն օգտագործելու է երկու փաստարկներն էլ։ Օրինակ, եթե մեր ժողովուրդը դեմ քվեարկի այն գաղափարներին, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է ներդրել նոր սահմանադրության մեջ, սա կնշանակի, որ Ադրբեջանը կասի, տեսեք, ձեր ժողովուրդը ուզում է նոր պատերազմ, ձեր ժողովուրդը տարածքային նկրտումներ ունի մեր նկատմամբ, ոչ մի խաղաղություն լինելու է նոր պատերազմ։ Այսպիսով մենք հնարավորություն կտանք Ադրբեջանին, որ ինքը օգտագործի հանրաքվեի փաստարկը եւ ժողովուրդը, որ դեմ է քվեարկել այդ հանրաքվեին, որպեսզի նոր էսկալացիա, նոր ագրեսիա սկսի Հայաստանի դեմ։ Իսկ պատկերացնենք երկրորդ իրավիճակը, երբ որ հանկարծակի այդ պոպուլիստական մանիպուլյացիաներով, խաբեությամբ կամ այլ ռեսուրսները կիրառելով Նիկոլ Փաշինյանին հաջողվի համոզել մեր ժողովրդին, որ իրենք կողմ քվեարկեն նոր սահմանադրությանը։ Սա արդեն Ադրբեջանը ու Թուրքիան կօգտագործեն են երկրորդ փաստարկով, որի մասին ես հենց քիչ առաջ խոսում եմ, որ եթե դու ինքդ քո ժողովուրդը հրաժարվեցիր քո անկախության հռչակագրից, ապա ով ես դու։ Դու որպես պետություն չկաս։ Մենք կասկածի տակ ենք դնում քո գոյությունը, դու ինքդ հրաժարվեցիր քո անկախության հռչակագրից։ Նշանակում է, որ իրենք ավելի ագրեսիվ կսկսեն տարածել այդ իրենց նարատիվները Արևմտյան Ադրբեջանի մասին, ինչ որ այլ տարածքների Զանգեզուրի մասին եւ այլն։ Եվ սա իրենց համար կդառնա արտաքին հարաբերություններում այդ գլխավոր փաստարկը, որ իրենք օգտագործելու են մեր դեմ։ Նշանակում է, որ լինի կողմ կամ դեմ քվեարկեն քաղաքացիները, երկու պարագայում էլ վտանգը մեծ է։ Դրա համար ոչ մի հանրաքվե Սահմանադրության նոր ընդունման հարցով, այն էլ, որը վերաբերում է հրաժարվելու հարցին անկախության հռչակագրից, չպետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում։ Այո, ամեն ինչ պետք է անել, որպեսզի հանկարծ գործը դրան չհասնի։ Դուք շատ կարևոր երկու կետերով կարևորեցիք եւ ներկայացրեցիք, որ դեպքում մենք իրականում երկու պարագայում եւ հանրաքվեի դրվելու եւ հանրաքվեի չդրվելու պարագայում խոցելի իրավիճակում ենք հայտնվում եւ սա այս իշխանության վարած քաղաքականության հետևանքն է, հետեւաբար պետք է ամեն կերպ չեղարկել այս ընթացքը, բայց մենք տեսնում ենք, Անդրանիկ, որ Փաշինյանը ամեն օր հաստատում է, որ ինքը պատրաստ է կատարել Ալիևի, Ադրբեջանի, Բաքվի կողմից հնչող բոլոր պահանջները, գործը հասել է արդեն Մինսկի խմբի չեղարկմանը, արդեն բացատրում է, այսպես է մեկնաբանում իր քայլը, որ պատրաստ են այո չեղարկել ինչ իմաստ ունի գոյություն ունենա մի խումբ, որը հակամարտության լուծման համար էր ստեղծվել, իսկ այսօր այլևս չկա Ղարաբաղյան ԼՂ հակամարտություն, ինչպես նաև դրանից առաջ հայտարարել էր, թե չկա ԼՂ, այդպես է շեշտում է, այսօր խորհրդարանում այդպես ընդգծված շեշտեց, թե չկա ԼՂ շարժում, Արցախյան շարժումն է հերքում, այսինքն այս մարդը ընդհանրապես ոչնչացնում է ոչ միայն մեր պատմությունը, այլև շատ կարևոր ինքնության եւ հայկականության շատ կարևոր խնդիրն է, Արցախյան խնդիրը ի վերջո հայկական մեծ հարցի բաղադրիչն է, չէ Անդրանիկ, եթե ինքը պոկում է այդ կարևոր հարցը, զրոյացնում է, կնշանակի ինքը ուղղակիորեն
հայկական հարցի գնում է ոչնչացման, զրոյացման թուրքական հստակ օրագրքի ճանապարհով։ Միայն այս մասին մենք կարող ենք ցավոք արձանագրել։ Այս առնչությամբ ձեր դիրքորոշումը Մինսկի խմբի հետ կապված, խնդրեմ, ուզում եմ լսել ձեզ, խնդրեմ։ Գիտեք, քանի որ ես շատերին ծանոթ եմ ժամանակին եղել, ոմանք ինձ դասավանդել են համալսարանում, այսօրվա իշխանությունների ներկայացուցիչների մասին է խոսքը գնում, ապա ես շատ հստակ ծանոթ եմ իրենց գաղափարներին եւ վստահորեն կարող եմ ասել, որ այդ գաղափարները ազգային գաղափարների հետ որևէ առնչություն չունեն։ Այդ մարդիկ պատրաստ են ամեն ինչի եւ այսօր իսկ արդեն դա հստակորեն են ցույց տալի, եթե նախկինում դա ծպտյալ էին իրականացնում, հիմա չեն էլ թաքցնում։ Վերջին տարիներում հատկապես շատ հստակ են ամեն ինչի մասին խոսում, իրենց իսկական գաղափարների մասին են խոսում, որ Արցախը կարևոր նշանակություն մեզ համար չունի եւ չի կարող ունենալ, որ մենք պետք է հրաժարվենք Արցախյան հիմնահարցից, չեն խոսում արցախահայության խնդիրների մասին, իսկ այդ խնդիրները առկա են, չեն խոսում այն վտանգների մասին, որ իրապես մենք տեսնում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, խոսքը գնում է տարածքային նկրտումների մասին, խոսքը գնում է զավթված տարածքների մասին, խոսքը գնում է, որ պահանջում են ինչ-որ արտոնություններ, միջանցքներ մեր տարածքով, որ պետք է անցնեն։ Բացի դրանից, այն վտանգները, որ այսօր Հայաստանում առկա են, օրինակ Թուրքիայի եւ քաղաքացիներ են Հայաստան գալիս եւ բավականին վտանգավոր իրագործություններ են իրականացնում Հայաստանում, գործողություններ են իրականացնում, օրինակ ես ականատես եմ եղել, տեսանյութներն էլ համացանցում առկա են, թե ինչպես Թուրքիայի քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում գտնվելիս հանգիստ շատ հասնում է թուրք հայկական սահման եւ այդ սահմանում ինքը ուղղակի նկարագրում է ամեն ինչ։ Սա ինչ է, եթե ոչ սպառնալիք եւ վտանգ պետական անվտանգությանը եւ մեր քաղաքացիների անվտանգությանը, որովհետեւ սահմանը այնպիսի տեղ է, որտեղ արգելված է նկարահանումներ անել եւ ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները երբ որ անցնում են սահմաններ, լինի դա օդանավակայանում կամ ցամաքային սահման, սահմանապահները իրենց արգելում են նկարահանումներ իրականացնել, որովհետեւ դա այնպիսի վայր է, որտեղ դա արգելված է։ Իսկ մեր պարագայում տեսեք այդպիսի իրադարձություններ կան։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ Թուրքիայի քաղաքացին իրեն կարող է թույլ տալ գալ Հայաստան, այցելել հուշահարձանը ցեղասպանության մեր զոհերի եւ այնտեղ տարբեր տեսակի հայտարարություններ անել, որոնք գիտեք ամոթալի ուղղակի հայտարարություններ են, որ Հայաստանի սրտում, մեր մայրաքաղաքի սրտում այդպիսի վայրում սուրբ վայրում նման հայտարարություններ են հնչում։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ կառավարության շենքի դիմաց երգեր են երգում նվիրված Ղարաբաղի օկուպացիային։ Այս ամեն ինչը թողած միայն զբաղված են նրանով, որ սփյուռքահայերին, ովքեր քննադատում են իրենց, արգելում են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Զբաղված են նրանով, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ռեպրեսիաների են ենթարկում։ Այսինքն այս մարդկանց համար ազգային խնդիրները էական նշանակություն երբևիցե չեն ունեցել, չունեն եւ չեն կարող ունենալ։ Այս մարդիկ երկար ժամանակ գտնվել են օտարերկրյա, չգիտեմ, ինչ մարմինների ազդեցության տակ, եւ ես չեմ կասկածում, որ հիմա էլ կարող են իրենց ազդեցության ենթարկության տակ գտնվել, եւ դա է հենց պատճառը, որ այդպիսի հակապետական, հակաազգային, հակահայկական քաղաքականություն են իրականացնում։ Միակ խնդիրը հենց դրանում է։ Ինչ վերաբերում է Արցախյան հիմնահարցին, գիտեք, ցավալի է ինձ համար, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը չի գիտակցում կամ ժամանակին իրեն ճիշտ չեն մատուցել այս տեղեկատվությունը, որ Հայաստանի Հանրապետությունը ձևավորվել է Արցախյան հիմնահարցի շուրջ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ, երբ որ Լեռնային Ղարաբաղը եւ հայկական ՀՍՀՄ-ն վերամիավորվեցին, այդ որոշման հիման վրա սկսվեց Արցախյան շարժումը եւ Արցախյան շարժումը բերեց նրան, որ մենք ունեցանք անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ անկախ Հայաստանի Հանրապետությունը դա նախկին սովետական երկու սուբյեկտների միավորման գործընթացում է ձևավորվել՝ Լեռնային Ղարաբաղի եւ հայկական ՀՍՀՄ-ի։ Այդ երկու սուբյեկտների ձևավորման ընթացքում մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունը։ Դա հենց շատ հստակ նշված է մեր անկախության հռչակագրի մեջ եւ որը իր հղումը ունի նաեւ սահմանադրության մեջ։ Այս հարցին ուրանալ, այս հարցը չճանաչել, սա ուղղակի պետության դեմ դուրս գալ է նշանակում։
Սրա համար եթե մենք լինենք իրավապահ պետություն, իրական պետություն լինենք, սրա համար այդ մարդիկ, ովքեր ուրանում են նման հարցերին, իրենք պատժի կենթարկվեն օրենքի շրջանակներում, բայց ցավոք սրտի դա էլ տեղի չունի ունում։ Իսկ ինչ վերաբերում է Մինսկի խմբին, տեսեք, Մինսկի խումբը շարունակում է մնալ այն մարմինը, որը մենք կարող ենք հետագայում օգտագործել, որպեսզի Արցախյան հայության խնդիրները առաջ բերել։ Այդ խնդիրները միջև հիմա, ինչպես ես արդեն նշեցի, արկա են։ Խնդիրը առաջինը նրանում է, որ Արցախը օկուպացված է։ Իսկ Մինսկի խումբի անդամ պետությունները իրենք ճանաչել են ոչ թե Արցախի անկախությունը, բայց որպես սուբյեկտ իրենք ճանաչել են Արցախը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եվ այդ սուբյեկտի հետ, այդ սուբյեկտի ներկայացուցիչների հետ իրենք քննարկումներ են ունեցել ժամանակին։ Իրենք խոսել են նրա մասին, որ այդ սուբյեկտում ապրող քաղաքացիները իրենք իրավունք ունենալ անկախ պետություն։ Եվ այդ իրավունքը ճանաչվել է Փարիզի կողմից, Մոսկվայի կողմից, Վաշինգտոնի կողմից եւ մի շարք այլ սուբյեկտների կողմից։ Աթվում նաեւ Ադրբեջանի կողմից, եթե իրենք քննարկումներ են ունեցել եւ նշանակում է, որ իրենք եւս խոսել են դրա մասին, որ մեր քաղաքացիները այնտեղ իրավունք ունեն ինքնորոշման։ Հիմա, երբ որ դու դեմ ես դուրս գալիս Մինսկի խմբին, խոսում ես դրա մասին, որ պատրաստ ես Ադրբեջանի հետ միասին հայտ ներկայացնել, որպեսզի Մինսկի խումբը այլևս գոյություն չունենա, սա նշանակում է դու ամբողջությամբ փակում ես Արցախյան հիմնահարցը։ Դու փակում ես բոլոր քո հնարավորությունները հետագայում բարձրաձայնել այդ խնդիրների մասին, օկուպացիայի խնդրի մասին, արցախահայության իրավունքների մասին, որ իրենք իրավունք ունեն վերադառնալ իրենց բնօրանը։ Դու ինքդ փակում ես այդ հարցը եւ սա իհարկե Բաքվի պահանջն է, որը դու գնում ես միակողմանի զիջումների եւ փորձում ես կյանքի կոչել։ Այո, միանշանակ։ Եվ հիմա կուզեմ հետևյալին անդրադառնանք, Անդրանիկ, մենք արձանագրեցինք, որ Փաշինյանը պատրաստ է բոլոր պահանջները կատարել, պատրաստ է, եւ այլևս չի թաքցնում, այո, դուք շատ ճիշտ շեշտեցիք, նրանք բացահայտ այլևս խոսում են այդ ամենի մասին, թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները սրանք պատրաստ են կատարել, բայց կա ամենակարևոր պահանջը եւ ամենակարևոր նպատակը, դա Ադրբեջանի համար այնքան էլ այն մյուսները երևի այնքան էլ կարևոր չեն, իհարկե բոլորն էլ կարևոր են, բայց նրանց ամենակարևոր խնդիրը Զանգեզուրի միջանցք կոչված, այդ միջանցք կոչվածի բացումն է կամ ճանապարհ, ինչպես ասում է հայկական կողմը, այս հարցի լուծումն է ադրբեջանանպաստ տարբերակով։ Հիմա ես կուզեմ ինչ տեղեկություն դուք ունեք, ընդհանրապես մի փոքր վերլուծեք, խնդրեմ, թե ինչ է կատարվում մեր Սյունիքի հետ կապված այդ ինչ ախորժակ ունի Ադրբեջանը եւ Թուրքիան գիտենք, նրանց նպատակները գիտենք, բայց շատ հետաքրքիր է ինձ համար եւ շատ կարեւոր է հիմա մեզ համար իմանալ, թե տարածաշրջանային կարեւոր խաղացողները ինչ դիրքորոշում ունեն այս պահին Զանգեզուրի միջանցք կոչվածի հետ կապված, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, նոր վարչախումբը Թրամփյան եւ ի վերջո Իրանը, ես խնդրեմ դրան, եթե կարելի է հնարավորինս հակիրճ, բայց անդրադառնանք 3 խաղացողների դիրքորոշումներին, խնդրեմ։ Դեռ գիտեք ինչն է շատ կարևոր, որ երբ որ 2023 թվականին Արցախը օկուպացիայից հետո Ադրբեջանի կողմից ակտիվորեն սկսեցին այդ քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ, մի բան մենք տեղեկատվություն ստացանք, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել, որ ճանապարհները բացման հարցը դուրս է բերվում խաղաղության պայմանագրից։ Եվ Հայաստանի իշխանությունները շտապեցին կամ չշտապեցին, սա նախնական պատրաստված ինչ որ նոր այդ իրենց գաղափարներն են, նարատիվներն են, իրենք սկսեցին տարածել ժողովրդի մոտ այդ կարծիքը, որ հաջողվեց Ադրբեջանին ստիպել, հրդորել, դրդել, որպեսզի իրենք դուրս հանեն այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը խաղաղության պայմանագրից։ Սա իրենք որպես հաղթանակ ներկայացրեցին մեր քաղաքացիներին, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ սա հաղթանակ չէր։ Սա խորամանկություն էր Ադրբեջանի կողմից դրսևորված եւ իրենք սա պահում են միջև այդ վերջի հնարավորություն որպես օգտագործելու համար։ Այսինքն վերջին հնարավորությունը ինչ է, որ եթե հանկարծակի Հայաստանը գնա այդ միակողմանի զիջումներին, որը արդեն իսկ նշել է, որ պատրաստ է, խոսքը Մինսկի խումբին է վերաբերվում, խոսքը վերաբերվում է սահմանադրության փոփոխությունների հարցին, չեմ բացառում, որ նոր պահանջներ կլինեն Բաքվի կողմից, իսկ Հայաստանը այդ նոր պահանջներն էլ կընդունի եւ կգնա միակողմանի զիջումների, որպեսզի ստորագրի այդ խաղաղության փաստաթուղթը, որը հետագայում իրենք փորձել են օգտագործել
գալիք ընտրությունների ժամանակ մարկանցից քվեստ ստանալու համար, որպես խաղաղություն բերող քաղաքական ուժ, ստեղ Ադրբեջանը խնդիրը նրանում է, որ իրենք իմպլեմենտացիան պրակտիկորեն չեն կիրառի այդ պայմանագրի, որովհետև առաջ կբերեն այն հենց այդ կոմունիկացիաների հարցը, որը իրենք նախկինում հանել էին։ Կոմունիկացիաների հարցը առաջին հերթին վերաբերվում է այդպես կոչված Զանգեզուրի հարցին։ Այսինքն, մենք եթե դիտարկենք այդ սցենարը, որ Հայաստանը գնաց միակողմանի զիջումների բոլոր հարցերում, ստորագրվեց խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը հո ի վերջո կյանքի չի կոչի խաղաղության պայմանագիրը, եթե անգամ այն ստորագրի, կասի, որ միջև ճանապարհների հարցը չլուծվի, միջև Զանգեզուրի միջանցքը չտրվի, ոչ մի իմպլեմենտացիա պրակտիկորեն այդ խաղաղության պայմանագիրը չի ստանա։ Ամբողջ խնդիրը սրանում է։ Իսկ հիմա ինչ է իրենից ներկայացնում այդ Զանգեզուրի միջանցքը եւ ինչպիսի դիրքորոշում ունեն տարածաշրջանային եւ միջազգային տերությունները։ Տեսեք, եթե մենք դիտարկում ենք մեր տարածաշրջանը առաջին հերթին, Թուրքիա, Ադրբեջան, իհարկե, երկու պետություններն էլ շահագրգռված են, որ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնի միջանցք, որը չի գտնվի Հայաստանի Հանրապետության եւ այլ տերությունների վերահսկողության տակ, եւ այդ միջանցքը իրենք կօգտագործեն իրենց տնտեսական զարգացումների համար, հնարավորությունները միմյանց միջև ամրապնդելու համար, քաղաքական ազդեցությունը ուժեղացնելու մեր տարածաշրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի, մշակութային, հումանիտար, միլիտարիստական այլ ինչ-որ յուրաքանչյուր այլ նպատակների համար, այսինքն սա իրենց համար կդառնա հնարավորություն Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը Կովկասյան տարածաշրջանում ամրապնդել եւ հետագայում Թուրքիայի համար նաեւ հնարավորություն կդառնա, որպեսզի այդ ազդեցությունը տարածի նաեւ կենտրոնական Ասիայի վրա, որտեղ առնվազն 4-ը թուրքալեզու պետություն կան եւ իրենց այդ գաղափարի շուրջ ամրապնդումներ տեղի կունենան այդ թուրքական աշխարհ ստեղծելու շուրջ։ Եթե մենք դիտարկում ենք Իրանի դիրքորոշումը, այստեղ ակնհայտ է Իրանը հստակորեն է խոսել դրա մասին, որ շահագրգռված չի, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք անցնի, մի քանի պատճառ կա, առաջին պատճառը հենց Իրանի շահերից է ելնում, որ Հայաստանի եւ Իրանի միջև տնտեսական կապերի այդ խախտում կարող է տեղի ունենալ, հետագայում մենք նաեւ պետք է դիտարկենք, որ Հայաստանը Իրանի համար մեծ ազդեցություն ունի այն հարցում, որ տրանզիտ պետություն է դեպի Ռուսաստան եւ դեպի Եվրամիություն, այսպիսով այդ կապերը կարող են խախտվել, եւ երրորդ կարևոր նշանակությունը Իրանի համար այն է, որ եթե այդ միջանցքը լինի, տեղի կունենա այն, ինչի մասին ես քիչ առաջ խոսեցի, թուրքական աշխարհի ձևավորման գործընթացը ավելի արագորեն կզարգանա, ինչում հետաքրքրված չի Իրանը, որտեղ ապրում են մոտավորապես 5-ից 10 միլիոն թուրքալեզու ժողովուրդ. Եվ եթե թուրքական աշխարհը ինքը ամրապնդի իր դիրքերը, սա սպառնալիք է հետագայում դառնալու Իրանի համար։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Նույն նպատակները Ռուսաստանին է վերաբերում, որովհետև Ռուսաստանում եւս տասնյակ միլիոն մուսուլմաններ եւ թուրքալեզու ժողովուրդներ կան, եւ եթե թուրքական աշխարհը ձևավորվի, հետագայում այդ թուրքական գործոնը կարող է օգտագործվել Թուրքիայի կողմից կամ այլ պետությունների կողմից, ովքեր կանգնած են Թուրքիայի հետևում, դա Մեծ Բրիտանիան է առաջին հերթին, որպեսզի Ռուսաստանին վտանգներ սպառնալիքներ ներկայացնեն։ Եվ այսպիսով իհարկե Ռուսաստանն հետաքրքրված չի, որ միջանցք անցնի Հայաստանի Հանրապետության տարածքով։ Վրաստանի, եթե շահերը նայեք, իհարկե Վրաստանը զուտ տնտեսական է, հիմնական կապերը Վրաստանի միջոցով է այսօր անցնում, եւ Վրաստանը հետաքրքրված չի, որ այլ ճանապարհներ բացվեն եւ այն շահերը, որ այսօր ստանում է Վրաստանը, ստիպված կլինի կիսել օրինակ Հայաստանի հետ։ Իհարկե, այստեղ զուտ տնտեսական է։ Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգներին, այսօրվա դիրքորոշումը Միացյալ Նահանգների միանշանակ չէ։ Միացյալ Նահանգների համար ավելի կարևոր հարցեր կան այս պարագայում, հատկապես նոր ադմինիստրացիայի մասին է խոսքը գնում, դա Իսրայելի հետ կապված հարցերն են, իսրայելо-արաբական հարցերը, եւ դա Չինաստանի հետ կապված հարցերն են, շատ կարևոր նշանակություն ունի, եւ դա պրեստիժն է Թրամփի, որովհետեւ ինքը ժամանակին հայտարարել է, որ հնարավորինս շուտ կհասնի նրան, որ կդադարի պատերազմը Ուկրաինայում, դրա համար ամբողջությամբ իր ջանքերը նաեւ այդ հարցով են զբաղված, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ կարգավորման այդ գործընթացի հարցերով։ Դրա համար Միացյալ Նահանգների ուշադրությունը այդքան մեծ չի այս հարցին, իսկ ինչ վերաբերում է Եվրամիությանը, այստեղ շատ հետաքրքիր է եւ խնդիրը նրանում է, որ Եվրամիությունում կան պետություններ, ովքեր շատ շահագրգռված են նրանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնի դա միջանցք,
Անցնի դա ճանապարհներ էական իրենց համար նշանակություն չունի։ Կարևոր է որ բացվեն այդ կոմունիկացիաները, որովհետև այն կոմունիկացիաները, որոնք իրենք ժամանակին օգտագործում են Բելարուսի եւ Ուկրաինայի տարածքով, այլևս չեն գործում, դրա համար ալտերնատիվ ճանապարհներ պետք է բացվեն Եվրոպայի համար դեպի Կովկաս, դեպի Կենտրոնական Ասիա։ Իսկ այդ ալտերնատիվ ճանապարհը կարճ ճանապարհը անցնում է Կովկասի տարածաշրջանով Հայաստան, Ադրբեջան այդ ընթացքով։ Դրա համար Եվրամիությունը ամեն ինչ անելու է, որպեսզի նորից եմ կրկնում, լինի դա միջանցք, լինի դա ճանապարհ, կարևոր չի իրանց համար։ Այնքան որ հասնեն Հայաստան, Ադրբեջանը նրան, որ այդ ճանապարհները, այդ կոմունիկացիաները գործեն։ Հարգելի Անդրանիկ, դուք շատ կարևոր շեշտադրում արեցիք, հիշեցնելով Եվրամիության դիրքորոշումը նաև, հա, այս Զանգեզուրի միջանցքի հետ կապված, ես հիմա ձեր ուշադրության ուզում եմ հրավիրել Եվրահանձնաժողովի ղեկավարի Ուրսուլա ֆոն դեր Լայնի Սամարղանդում կատարած հայտարարությունը, որտեղ մենք լսեցինք բառացիորեն նա հաստորեն կրկնեց այն նույն շեշտադրումները, ինչ անում է Ադրբեջանը, խոսելով եւ նաեւ Թուրքիան իհարկե, խոսելով անխոչնդոտ ճանապարհների մասին, նա ասել է 30 տարի անց Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները, դա Եվրոպային, Կենտրոնական Ասիային ավելի քան երբևէ կմոտեցնի եւ անխոչնդոտ ճանապարհների գոյությունն է կարևորել։ Հիմա ես ուզում եմ այստեղ հետեւյալ փաստին անդրադառնալ, որ Փաշինյանը, որը մերժեց ռուսական միջնորդությունը եւ դեմքով շրջվեց դեպի արևմուտք Եվրոպա, այն հույս ուներ, որ կարող է ակնկալել Եվրոպայից այնպիսի խնդրի միջանցք կոչվածի հետ կապված, որը կբխի հայաստանյան շահերից, բայց փաստորեն մենք հիմա, ինչպես ասում են, մեկը մեկով կրկնում է հետևյալ հայտարարությունը Ուրսուլա ֆոն դեր Լայնը անխոչնդոտ ճանապարհների մասին, որն ինչպես արդեն ասացի, Ադրբեջանի դիրքորոշումն է։ Ինչ կասեք այս առնչությամբ։ Սա հերթական ձախողումներն են կամ գիտեք, երբևիցե դժվարանում եմ անգամ ձախողում սա անվանել, որովհետև այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ժամանակին ծրագրված հստակ ինչ որ քայլեր են, որոնք իրականացնում է այսօրվա իշխանությունը, ամեն ինչ անելով, որպեսզի մեր պետականությունը սպառնալիքի եւ վտանգի առաջ դնել, որովհետև նախկինում իրենք երբ որ Արցախյան հիմնահարցը իրենց պատրաստականությունը հայտնեցին այդ թեմայի մասին ոչ թե Մոսկվայում խոսել, որովհետև արդեն կար, չէ, հստակ պայմանագիր է ստորագրված երեք կողմանի եւ դրա շուրջ ուղղակի պետք է իրականացնեն այդ բոլոր կետերը եւ չեմ կարող ասել երկարատև, բայց ինչ որ этаպում մենք խաղաղություն կարող ենք ստանալ եւ մեր արցախայության նաեւ իրավունքները կապահովեն իրենց բնակվելու Արցախում, բայց Հայաստանի իշխանությունները այլ որոշում կայացրեցին, որ պետք է քննարկեն Արցախին վերաբերող հարցերը Եվրոպայում, հույս ունենալով, որ եթե իրենք ճանաչեն Արցախը որպես Ադրբեջանի մաս, այսպիսով կփակվեն բոլոր այն թեմաները, որոնք վերաբերվում են այդ կոմունիկացիայի բացման թեմային, այսինքն Զանգեզուրի միջանցք եւ այլն։ Բայց մենք տեսանք հետեւյալը, որ Ադրբեջանը ուղղակի օգտագործեց բրյուսելյան հարթակը, հասավ իր գլխավոր նպատակին, իսկ իր գլխավոր նպատակը նրանում է, որ 2022 թվականին հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը այդ 5 ֆորմատով ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս եւ դրանով հնարավորություն տվեց Ադրբեջանին հետագա այդ բոլոր գործողությունների համար Արցախի բլոկադան եւ Արցախում էթնիկ զտումների իրականացման սցենարը, որը իրականացվեց արդեն 1 տարի հետո 2023 թվականի սեպտեմբերին։ Բայց սրանից հետո Ադրբեջանը դուրս եկավ եվրոպական այդ հարթակից, որովհետև այլևս հետաքրքրված չէր։ Այն նպատակը, որ ինքը հետապնդում էր, ինքը ստացավ, դուրս եկավ եւ շարունակեց խոսել այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Եվ մինչ օրս շարունակում է խոսել, երբ որ խոսքը գնում է կոմունիկացիայի բացման հարցին, որ պետք է արտոնյալ է ինչ որ պահանջներ է առաջ բերում Ադրբեջանը, որ արտոնություններ պետք է ունենան Ադրբեջանի քաղաքացիները եւ այն ապրանքները, որոնք անցնելու են Հայաստանի Հանրապետության տարածքով։ Այսինքն որևէ խոչընդոտ չպետք է ստեղծվի Ադրբեջանի համար։ Դա պետք է լինի միջանցք, ինչպես դա դիտարկում են Բաքվում եւ Անկարայում։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ այսպիսի մոտեցում ունեն նաեւ Եվրոպան, թե պատճառը ինչու է, ես քիչ առաջ նշեցի,
պատճառը գլխավոր նրանում է, որ Եվրոպան որոնում է նոր ալտերնատիվ ճանապարհներ դեպի կենտրոնական Ասիա, եւ այդ ալտերնատիվ ճանապարհների գլխավորը կարող է լինել հենց հայ-ադրբեջանական ճանապարհը, որը անցնելու է այդ միջանցքով, որը իրենք են կոչում Զանգեզուրի միջանցք։ Խնդիրը ամբողջ հենց դրանում է։ Հարց կարող է առաջանալ, թե ինչու Վրաստանը չի դիտարկվում։ Պատճառը հստակ է։ Վրաստանի եւ Եվրամիության եւ Արևմուտքի միջև հարաբերությունները ակնհայտ են, շատ լարված են վերջին ընտրություններից հետո 2024 թվականի պարլամենտական ընտրություններից հետո այդ հարաբերությունները մինչ օրս լարված են մնում։ Դրա համար Վրաստանը չի դիտարկվում այս պարագայում Եվրամիության կողմից որպես պետություն, որը կարող են իրենք վստահել եւ ճանապարհները կարող են անցնել Վրաստանի տարածքով, որովհետեւ եթե այդ ճանապարհները անցնեն Վրաստանի տարածքով, որոնք մեծ նշանակություն են ունենալու Եվրամիության համար, ապա Վրաստանն էլ իր շահերից ելնելով կարող է պահանջներ դնել։ Պահանջներից մեկը կլինի այն, որ այն սանկցիաները, որոնք դուք կիրառեցիք մեր դեմ ընտրություններից հետո, հանեք բոլոր այդ սանկցիաները եւ մի խոչընդոտեք մեր նպատակին դառնալ Եվրամիության անդամ։ Իհարկե դրանում հետաքրքրված չի Եվրամիությունը, դրա համար իրենք դիտարկում են Հայաստանը, որտեղ արդեն իսկ խոսք է գնում նրա մասին, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ, օրենք է ընդունվել նմանատիպ, բայց Եվրամիությունը լավ հասկանում է, որ Հայաստանը ոչ մի հնարավորություն չունի Եվրամիության անդամ դառնալ, բայց Հայաստանին կարելի է օգտագործել որպես ճանապարհ, որով իրենք կհասնեն դեպի կենտրոնական Ասիա։ Այսինքն Հայաստանին խաբելով, Հայաստանի ժողովրդին խաբելով, մեզ ուղղակի որպես գործիք Եվրամիությունը ցանկանում է օգտագործել իրենց նպատակներում։ Ամբողջ խնդիրը սրանում է։ Եվ սա Եվրամիության շահերի մասն է, բայց քանի որ այդ հանդիպումը տեղի ունեցել Սամարկանդում, Ուզբեկստանում, մենք պետք է խոսենք նաև կենտրոնական Ասիայի պետությունների շահերի մասին։ Ստեղ խնդիրը նրանում է, որ 2020 թվականի պատերազմից հետո 5 տարի անդադար Թուրքիայի մասին չեմ խոսում, զուտ Ադրբեջանի մասին։ Ադրբեջանի իշխանությունները կիրառել են բոլոր մեթոդները, որպեսզի կենտրոնական Ասիայի իշխանությունների մոտ առաջացնեն այնպիսի մոտեցում, որ իրենք շահագրգռված լինեն, որ կյանքի կոչվի Զանգեզուրի միջանցքը։ Եվ ես ցավով եմ արձանագրում, որ կիրառելով բոլոր մեթոդները, իսկ խոսքը գնում է էքսպերտային լեվելի վրա, քաղաքական լեվելի վրա, տնտեսական լեվել, բոլոր այդ լեվելները օգտագործվել են, Ադրբեջանը հասել է դրան, որ այսօր կենտրոնական Ասիայում, Ղազախստանում, Ղրղստանում, Ուզբեկստանում արդեն խոսում են դրա մասին, որ իրենք շահագրգռված են, որ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնի Զանգեզուրի միջանցքը։ Խնդիրը հենց ամբողջ դրանում է, որ մեր իշխանությունները ոչինչ չարեցին դրա դեմ, զբաղված էին այլ հարցերով, ոչ կարևոր հարցերով, իսկ դրան փոխարեն Ադրբեջանը օգտագործելով բոլոր հնարավորությունները հասել է դրան, որ այսօր արդեն տեսեք Եվրամիությունը, կենտրոնական Ասիան, երկու այդ գործոնները, որոնք առաջին հերթին հետաքրքրված են, որ ճանապարհները բացվեն Կովկասյան տարածաշրջանում, խոսում են նրա մասին, որ չի բացառվում, որ նաև պետք է լինի Զանգեզուրի միջանցքը, անխոչնդոտ ճանապարհ։ Եթե անխոչնդոտ ճանապարհը միջանց չի, ապա ինչ է։ Որովհետև անխոչնդոտ ճանապարհ գոյություն չի կարող ունենալ։ Երբ որ ճանապարհը անցնում է քո տարածքով, այնտեղ պետք է լինեն սահմանապահները, այնտեղ պետք է լինի տարիֆային սահմաններ, հստակ իրադարձություններ, ծրագրեր, բայց այդ ամեն ինչը եթե չկա, ուրեմն միջանցք է։ Այդպես է ստացվում եւ Անդրանիկ ինչ կարծիքի եք։ Այստեղ այնուհանդերձ մենք վաղուց ենք արձանագրել, որ Զանգեզուրի միջանցք կոչվածի շուրջ ակնհայտորեն բախվում են տարբեր երկրների շահերը, մասնավորաբար Իրանի շահը օրինակ, հնարավոր է համարում, որ հենց այդ հարցի շուրջ պայթի պատերազմական գործողություններ, որովհետև երբ որ մենք հետևում ենք զարգացումներին, իրավիճակը բավական նման է նախապատերազմական իրավիճակին 20 թվականի, երբ Ադրբեջանը հաճախակի այսպես գործողություններ էր իրականացնում, հարձակումներ, փոքր այսպես ռազմական ագրեսիվ գործողություններ էր անում եւ դա մի պահի արդեն վերաճեց պատերազմի։ Հիմա ինչ կարծիքի եք, մենք դրա առաջ ենք կանգնած, մանավանդ երբ որ Զանգեզուրի միջանցքի հետ կապված, ինչպես արդեն ասացի, լարվածություն կա, տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ, դա ինչ-որ մի պահի կարող է պատճառ դառնալ, որ Ադրբեջանն ուղղակի ներխուժում իրականացնի։ Խնդրեմ։
Տեսեք, մի քանի պատճառ կա, որ Ադրբեջանը կարող է լարել իրավիճակը սահմանում, որը արդեն իսկ լարված է, վերջին այդ շրջանակներում մենք տեսնում ենք, որ անընդհատ տեղեկատվություններ է Ադրբեջանը հայտնում, որ հայկական կողմը իբրև թե խախտել է հրադադարի ռեժիմը, սրանով իրենք փորձում են լարել իրավիճակը սահմանում, այդ էսկալացիայի հնարավորությունը պահպանել, որ հնարավորության դեպքում, երբ որ հարմար այդ հնարավորություն ստեղծվի, իրենք էսկալացիան ավելի ագրեսիվ սկսեն Հայաստանի նկատմամբ ուղղությամբ։ Պատճառները մի քանից կարող է լինել, խոսքը ոչ միայն վերաբերում է Միջանցքի հարցին, որը արդեն իսկ եթե Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է փաստաթուղթ, իսկ այդ փաստաթուղթը դեռևս արկա է, խոսքը գնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մասին, եթե Հայաստանը խոսել է դրա մասին, որ սահմանները պետք է բացվեն եւ կոմունիկացիաները պետք է բացվեն, բայց տեր չի կանգնում իր խոսքերին, ապա սրանով ինքը հնարավորություն է տալիս Ադրբեջանին, որ Ադրբեջանը այլ կերպ պահանջի, որ այդ կետը, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, կյանքի կոչվի։ Խնդիրը առաջինը սրանում է։ Երկրորդ խնդիրը նրանում է, որ քանի որ Միացյալ Նահանգներում նոր ադմինիստրացիա է եկել իշխանությանը, խոսքը գնում է Տրամպի ադմինիստրացիայի մասին, Ադրբեջանը կարող է որոնել, սպասել այն հնարավորությանը, այն պահին, երբ որ լարվեն հարաբերությունները Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև, իսկ մենք տեսնում ենք, որ բանակցությունների գործընթաց է սկսվել, եւ եթե այդ հարաբերությունները լարվեն եւ Միացյալ Նահանգները օրինակ Իսրայելի հետ միասին կամ այլ ինչ որ պետությունների հետ միասին սկսեն ռմբակոծել Իրանը, ապա Իրանը հնարավորություն չի ունենա ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը այս հարցում, Զանգեզուրի Միջանցքի հարցում։ Սրանով Ադրբեջանը, քանի որ Ադրբեջանը սեմ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, կարող է օգտագործել այդ պահը եւ օրինակ առաջարկ անել Վաշինգտոնին, Թրամփին, որ մեզ թույլ տվեք, մենք ուժով վերցնենք վերահսկողությունը Զանգեզուրի Միջանցքի վերաբերյալ, որով իրենք այսպես կներկայացնեն, որով մենք կփակենք Իրանի ճանապարհը, տնտեսական կապը Հայաստանի եւ Եվրամիության Ռուսաստանի հետ։ Այսինքն իրենք սա կվաճառեն Թրամփի վրա։ Եվ Թրամփը, քանի որ ինքը առաջին հերթին շահագրգռված է այդ տնտեսական հարցերում, ինքը կարող է սա դիտարկել որպես հնարավորություն հավելյալ ճնշում իրականացնել Իրանի վրա։ Իսկ թե ինչպիսի վտանգներ կարող են լինել Հայաստանի, այդքան էլ էական նշանակություն չի ունենա Թրամփի համար։ Ի վերջո եկեք չմոռանանք, որ 2020 թվականի պատերազմն էլ տեղի ունեցավ Թրամփի ժամանակ, երբ որ ինքը իշխանության էր գտնվում։ Եվ չի բացառվում, որ նորից կարող է կնկրվել նման մի բան, բայց սա արդեն կվերաբերվի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքին, Վայոց ձորին կարող է վերաբերվել նաև։ Եվ գիտեք, մի հատ էլ վտանգ կա Հայաստանի Հանրապետության իշխանությունները, քանի որ անդադար խոսում են նրա մասին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ հստակ խոսում են նրա մասին, որ նաև ճանաչում են այդպես կոչված այդ անկլավները որպես Ադրբեջանի մաս, սա եւս Ադրբեջանը կարող է օգտագործել, որպեսզի էսկալացիա սկսել, ագրեսիվ գործողություններ իրականացնել Հայաստանի նկատմամբ, որպեսզի իր վերահսկողությունը հաստատի այդ անկլավների նկատմամբ։ Այսինքն կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ Արցախի շուրջ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, դրանով Ադրբեջանին հնարավորություն տվեց իրականացնել այդ սպեցօպերացիան, էթնիկ զտումները եւ այլն, եւ վերահսկողություն հաստատել այդ տարածքի նկատմամբ։ Նույնը կարող է կրկնվել անկլավների նկատմամբ։ Իստեղ արդեն վտանգը սպառնում է մեր քաղաքացիներին, ովքեր բնակվում են Արարատի մարզին, Տավուշում մարզում, եւ չի բացառվում, որ նաեւ սրանով կարող են այլ մարզերի ուղղությամբ ագրեսիվ գործողություններ իրականացնել ադրբեջանցիները, որոնք իրենք կարող են ասել, որ սա խորհրդային Ադրբեջանի տարածք է եղել։ Խնդիրները ամբողջ սրանում է։ Այսինքն տեսեք, մենք նշեցինք մի քանի պատճառներ, մի քանի փաստարկներ, որոնք կարող են դրդել նրան, որ այո, էսկալացիա կարող է տեղի ունենալ եւ կարող են լոկալ պատերազմներ տեղի ունենալ եւ Ադրբեջանին Հայաստանի իշխանությունները հավելյալ հնարավորություն են տալիս ագրեսիվ գործողություններ իրականացնել մեր պետականության դեմ։ Դուք շատ կարևոր փաստեր նշեցիք, հիմնավորեցիք, որ այո, ինչպես նաև տարբեր այլ վերլուծաբաններ են նկատում, ռազմական փորձագետներ մասնավորաբար, որ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանի
հարցում իրականացնել Արցախյան սցենարը։ Հիմա տեսեք, բայց մենք ինչի ենք հանդիպում։ Այդ հարցը երբ հնչում է, ինչ ենք լսում վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդուց։ Ես բառացի ուզում եմ հիմա ցիտել նրան։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքների կիրառման անթույլատրելիությունը, այս մասին հայտարարելով հանդերձ, Փաշինյանը երեկ նաեւ ասել է, որ ինքը հրահանգ է տվել զինված ուժերին, մեր զինվորներին, որպեսզի չարձագանքեն, չկրակեն, երբ որ լսում են ադրբեջանական կողմի կրակոցներ, այսինքն համապատասխան արձագանք կամ պատասխան չլինի կրակոցի տեսքով։ Ինչի առաջ ենք մենք կանգնում, Անդրանիկ, այսինքն ձեր վերլուծությունը փաստերի վրա հիմնված, որը շատ իրատեսական է, հանգեցնում է նրան, որ մենք կարող ենք ենթադրել, որ մեծ հավանականություն կա պատերազմի սկսման։ Իշխանությունը, այն մարդիկ, ովքեր ղեկավարում են մեր երկիրը, ճիշտ հակառակի մասին են անդադար խոսում եւ քարոզում։ Այս հակասության հետևանքով ինչի առաջ կարող ենք մենք կանգնել ի վերջո։ Մենք արդեն իսկ կանգնած ենք վտանգի առաջ։ Առաջին այդ սիգնալը ինքը Արցախի ուղղությամբ տեղի ունեցավ, երբ որ ժամանակին զգուշացնում ենք, որ եթե այս նույն քաղաքականությունը շարունակվի եւ մեր քաղաքացիները հանդուրժեն այն ամեն ինչը, ինչ տեղի ունենում Արցախի շուրջ, մեր պետականության շուրջ, ապա դա կհանգեցնի նրան, որ մենք կկորցնենք Արցախը։ Ցավով եմ ասում, ցավով եմ արձանագրում, որ քաղաքացիների զգալի մասը քմծիծաղով էր մոտենում, երբ որ այս վտանգների մասին մենք զգուշացնում ենք ժամանակին եւ հատկապես իմ մասին ես կարող եմ խոսել, այլ Մարկաս մասին չխոսեմ, թող ամեն մեկը իր տեղը իր մասին խոսի, ես իմ մասին ասեմ, որ առնվազն 2019 թվականից ես զգուշացնում եմ այս վտանգների մասին, ցավով եմ ասում, որ այո, ժամանակին քմծիծաղով նույնը Արցախից էին քմծիծաղով մոտենում, թե ոնց կարող է Արցախը կորչի եւ այլն, բայց ցավալի իրականություն այսօր մենք ունենք։ Արցախը ամբողջությամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից, մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները այսօր հնարավորություն չունեն այցելել անգամ իրենց հարազատների գերեզմանները։ Այո, եւ դուք ասում եք իրավիճակ մենք այսօր ունենք։ Այո, եւ փաստորեն քարոզչական դաշտում եւս Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, որպես եւ քարոզչական դաշտում այնպիսի, այսպես տեղեկատվություն է տարածում, այսպես կոչված է չէ, արդեն պատտում է երկար ժամանակ արևմտյան Ադրբեջանը ձևակերպումը, որ հետո հաստատի, ինչպես դուք ասացիք ձեր խոսքում նաև, որտեղ խորհրդային Ադրբեջանի մաս են այդ տարածքները, կասի դրանք արևմտյան Ադրբեջան են եւ ինքը իրավունք ունի հետ վերցնելու իր տարածքները եւ հենց այս ձևակերպումները բոլորովին պատահական չեն, որ այսօր ամբողջությամբ այդ հայտարարություններով նման եզրույթներ պարունակող նյութերով լցված է ուղղակի ադրբեջանական մամուլը, նրանք բոլոր դաշտերում քարոզչական, ռազմական բոլոր հարթություններով նրանք պատրաստվում են պատերազմի, Հայաստանը ճիշտ հակառակ, այսպես խաղաղության պայմանագիրն առած է թուղթը թափահարելով առաջ է գնում այս իշխանությունը, տեսնենք մինչև ուր է տանում մեր երկիրը, իհարկե ոչ թե պետք է տեսնենք, այլ պիտի պատրաստվենք սրա դեմն առնելու։ Ես պիտի ձեզ մի ներքաղաքական հարց, եթե կարելի է, վերջի շրջանում շատ սուր է հնչում հետևյալ հարցը, ի վերջո ոնց կարող ենք մենք ազատվել այս իշխանություններից, Անդրանիկ, եւ մեջտեղ է բերվել իմպիչմենտի գաղափարը, որ իհարկե դա միշտ էլ եղել է, բայց հիմա առավել քան որոշ անձիկ անհատներ, ուժեր արդեն խոսում են այն մասին, որ խորհրդարանում ընդդիմությունը երկու թևերը հանդիմության, պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցությունները ի վերջո պետք է բարձրացնեն անվստահության հարց։ Շատ կարճ եթե կարելի է, դուք ինչպես եք վերաբերում այս հարցին։ Տեսեք, ես կողմ եմ բոլոր հնարավորություններին, որոնք կարող են օգտագործվել, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում հասնենք նրան, որ այսօրվա քաղաքացիական պայմանագիր ուժը այլևս իշխանությանը չգտնվի։ Այդ պարագայում մենք պետք է կիրառենք իմպիչմենտը, համապետական բողոքի ակցիաները, պարլամենտական ընտրությունները, հնարավորինս ամեն ինչ պետք է օգտագործվի։ Իհարկե, նույն իմպիչմենտի հարցը ես եւս դիտարկում եմ որպես հնարավորություն, եւ այստեղ կարող եմ ասել, որ սա այն պարագան է, երբ որ մենք կարող ենք հստակորեն ասել, փորձը փորձանք չի բերի։ Դրա համար փորձեք, տեսեք, հնարավորություն կա, հասնում եք դրան։ Եթե ձախողեք, ոչինչ,
բայց կարևորը որ դուք փորձել եք, մենք կտեսնենք, որ դուք որպես պարլամենտական ընդդիմություն փորձեր արում եք։ Առանց դրա էլ տեսնում ենք, որ բողոքի ակցիաները եւ այլն դա իրականացնում եք, բայց ցավոք սրտի գլխավոր արդյունքին չի հաջողվել դերևս հասնել, բայց impeachment-ներ կիրառեք։ Ոչինչ, եթե չհասնեք, խնդիր չի, բայց մենք տեսնենք, որ դուք փորձում եք, որ դուք անում եք, որովհետեւ այնպեսի տպավորություն է, որ որոշ պարագաներում չեք ցանկանում միջև վերջ գնալ։ Իսկ այդ վերջը հենց նա է, որ Նիկոլ Փաշինյանը այլևս իշխանությանը չպետք է լինի։ Դրա համար խնդիրը նրանում է, որ նաև սա է պատճառը, որ ժողովրդի մոտ տարածվում են այդպիսի խոսքեր, կարծիքներ, որ դուք համագործակցում եք իշխանության հետ։ Սա չի նշանակում, որ ես ընդունում եմ այդ կարծիքները, բայց ես արձանագրում եմ, որ դա բավականին մեծ տարածություն ունի ժողովրդի մոտ, որովհետև որոշ հարցերում դուք միջև վերջ չեք գնում, ցավոք սրտի։ Հիմա impeachment-ը որպես հնարավորություն պետք է կիրառվի, որովհետև այսօրվա պարլամենտական ընդդիմությունը 2021 թվականից գտնվում է պարլամենտում, այսօր արդեն 2025 թվականն է եւ այս ընթացքում գրեթե մեկ անգամ impeachment մեխանիզմը չի կիրառվել։ Փորձեք տեսնենք ինչի կհանգեցնի։ Չստացվի, ուրեմն միասին կպատրաստվենք պարլամենտական ընտրություններին եւ կփորձենք զուգահեռ համ բողոքի ակցիաներ, համ պարլամենտական ընտրությունների արդյունքում հասնենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը այլևս իշխանությանը չլինի։ Այո, շատ կարևոր շեշտադրում արեցիք, իդեպ ասեմ, որ այն մարդիկ, ովքեր փաստերի հիման վրա նման եզրահանգման են գալիս, որ ընդդիմությունը կարող է համագործակցում է իշխանության հետ, սկսել են ընդդիմադիր որոշ ուժերի կողմից թիրախավորվել։ Դա էլ է անհասկանալի, հա, որովհետև չեն ուզում նաև մեր ընդդիմադիրները ցավոք ընկալել մի շատ պարզ ճշմարտություն։ 21 թվականին մենք բոլորս իրենց ձայն տվեցինք, քվեն տվեցինք, որ իրենք գնան խորհրդարան եւ հեռացնեն այս իշխանության։ Մենք չտվեցինք, որ իրենք գնան հարց ու պատասխաններին մասնակցեն։ Եվ իրենք պետք է հասկանան իրենց քվե տված մարդկանց վրթովմունքը, ոչ թե հակադարձեն, ոչ թե այսպես տարբեր պիտակավորումներով, հա, սկսեն գրոհել, այլ պետք է հասկանան եւ իրավիճակ փոխելու ուղղությամբ հստակ քայլեր անեն։ Արդեն 4-րդ տարին է մենք այդ քայլերը հստակ չենք տեսնում։ Մանավանդ ասեմ Անդրանիկ, որ հիմա շատ հետաքրքիր եւ կարեւոր մի առաջարկ է արվում, որ impeachment-ը պետք է զուգահեռ ընթանա փողոցին։ Փողոցի ճնշումով պիտի իրականացվի անվստահության քվեի այդ անվստահության հայտնելու այդ գործընթացը խորհրդարանում, որը շատ ավելի կարող է արդյունավետ լինել։ Եվ ուզում եմ այսօրվա մեր հարցազրույցը ավարտել հետևյալով, առջևում ապրիլ 24-ն է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը եւ պիտի ասեմ Անդրանիկ, ընդհանրապես անցած տարիներին խոսքը վերաբերում է իհարկե մինչեւ 2018-ը, մենք այս օրերին տարբեր հայտարարություններ էինք լսում, զգում էինք, որ կա ինչ որ աշխատանք է արվում, միջոցառումներ են տարբեր կազմակերպում, սկսած դպրոցներից, տարբեր հաստատություններից, աշխարհի տարբեր տեղերից գալիս էր արդեն այսպես ինֆորմացիոն հոսք Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ուղղությամբ, երկիրը պետությունը անում էր աշխատանք, դա մենք տեսնում էինք, դա մենք լսում էինք, մենք այդ ամբողջ օրակարգի մեջ էինք, այսօրվա իշխանությունը հայտարարում է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ առհասարակ այդ գործընթացի հետ կապված օրակարգ չկա իրենց քաղաքականության մեջ, հանեցին նաեւ, հանում են նաեւ այդ օրակարգը, քանիսս արդեն այդ մասին արտգործնախարար Արարատ Միրզոյանն է հայտարարել, իդեպ նաև նկատում են, որ հանձնաժողովներ էին, հա, տարիներ առաջ ստեղծվում, ապրիլ 24-ին ընդառաջ նաև դա չկա, այսինքն որևէ միջոցառում սրանք հավանաբար չեն նախատեսում։ Ես ուզում եմ ձեր կարծիքը հետևյալի առումով այս հարցում եւս փաստորեն պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը այս ամբողջ ցանցը, որ եկավ իշխանության, նաև գնում է մեծ զիջման Թուրքիային Հայոց ցեղասպանության հարցում։ Այս փաստը մենք պետք է հստակ արձանագրենք, Անդրանիկ, եւ ձեր դիրքորոշումը, ձեր կարծիքը այս ուղղությամբ խնդրեմ։ Վստահորեն կարող եմ ասել, որ այսօրվա իշխանությունը ինքը պատերազմ է հայտարարել մեր քաղաքացիներին։ Սա ինքնության պատերազմ է եւ իրենք ունեն իրենց հստակ դիրքորոշումը։ Դա այն է, որ Արցախյան հիմնահարցը կարևոր չի։ Ցեղասպանության հարցին կարող ենք ուրանալ, մոռացության ենթարկել, որ մեր պետության որոշ տարածքների համար մենք չպետք է պայքարենք,
կհիշեք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, դե լիճ է, դե սառույց է, դե չգիտեմ ձուն է եւ այլն, այսինքն կարող ենք հանձնել արխային։ Մեր քաղաքացիների համար նաև պայքար չի գնում, որովհետեւ վերջին շրջանակներում նման դեպքեր եղել են, երբ որ իրենք վտանգի առաջ են կանգնել, բայց պետականությունը ոչ մի պետությունը ոչինչ չի արել, որպեսզի իրենց անվտանգությունը ապահովի։ Եվ այսպեսով սա գնում է ինքնության պատերազմ ներսում Հայաստանի Հանրապետության եւ վերջնական որոշումը պետք է կայացվի մեր քաղաքացիների կողմից։ Ամեն ինչ արդենից շատ པարզ է, ոչինչ թաքնված չէ։ Կամ մենք ուրանում ենք մեր անցյալին, մեր ինքնությանը, մեր մշակույթին, ցեղասպանության հարցին, Արցախյան հիմնահարցին, բոլոր այլ հարցերին, որոնք վերաբերվում են մեր ինքնությանը, կամ մենք ցույց ենք տալիս, որ այն ուժը, որը փորձում է ուրանալ այս հարցերին, իրավունք չունի գտնվել Հայաստանի Հանրապետության իշխանությանը։ Առնվազն իրավունք չունի գտնվել Հայաստանի Հանրապետության իշխանությանը։ Իրենց վայրը պետք է լինի այլ տաղավայրում։ Օրենքի շրջանակներում պետք է ապացուցվի, որ ինչպիսի հանցանքներ են իրենք գործել, եւ պետք է հայտնվեն այնտեղ, որտեղ շատ վաղուց պետք է գտնվեն։ Իսկ ոմանց չպետք է ժամանակին թույլ տալ, որ իրենք դուրս գային այդ վայրերից։ Երբ որ դա տեղի ունենա, երբ որ ժողովուրդը իր վերջնական որոշումը կայացնի, մենք արդեն խոսենք նրա մասին, թե ինչպիսի ապագա է մեզ սպասում։ Ես ցավով պետք է արձանագրեմ, եթե մեր ժողովուրդը անտարբերություն դրսևորի, որը բավականին տարածված է այսօր ժողովրդի մոտ, այդ անտարբերությունը կնշանակի, որ իրենք նպաստում են այսօրվա քաղաքական ուժի այդ ջանքերին մոռացության ենթարկել բոլոր այդ հարցերը, որովհետև սա այն պահն է, երբ որ անտարբերություն չպետք է լինի։ Անկամ Աստվածաշնչի մեջ էլ է չէ գրված, որ անտարբերությունը դա մեղք է։ Մենք մեղք չպետք է գործենք այս հարցում։ Մենք պետք է որպես տեր կանգնենք մեր պետականությանը։ Մենք ի վերջո այդ 30 տարի շարունակ ես մեծացել եմ այդ գաղափարի շուրջ, որ այդ լոզունգի շուրջ, որ մենք ենք տերը մեր երկրի։ Բայց եկեք ապացուցենք, որ մենք տերն ենք այս երկրի, որովհետև եթե մենք տեր չկանգնենք մեր պետականությանը, ապա ուրիշները կգան եւ իրենք տեր կկանգնեն մեր պետությանը եւ մեր տարածքներին։ Շատ շնորհակալ եմ Անդրանիկ, ինչպես միշտ փայլուն ձեր վերլուծության համար, դուք հերթական անգամ ահազանգ եք հնչեցնում, որ մենք պետք է զգոն լինենք, ոտքի կանգնենք եւ փրկենք այո մեր պետականությունը եւ հակառակ դեպքում կկատարվի Հայաստանի հետ այն, ինչ կատարվեց Արցախի հետ, բայց մեկ կարճ դիտարկում։ Կարծում եմ, որ այլևս հայ ժողովուրդը թոթափել է իրենից այդ անտարբերությունը, դա ցույց են տալիս նաև մեր լրագրողական հարցումները, որ անցկացնում ենք երևանցիների շրջանում, եւ բոլորը մեկ ակնկալիք ունեն, դա ընդդիմության ակտիվությունն է եւ կոնկրետ առաջնորդի արկայությունն է, որովհետեւ երբ որ ընդդիմությունը пассив է, ժողովուրդը դա միանշանակ է չի կարող այսպես ինքնակազմակերպել, դա քիչ դեպքերում է լինում, առաջնորդության կարիք ունի մեր ժողովուրդը, վստահ եմ, որ մեր ընդդիմությունը ի վերջո ինքը կինքնակազմակերպի, կհամախմբվի եւ իր առաջնորդությամբ մենք հնարավորություն կարողանանք ունենանք ի վերջո ազատվել այս իշխանությունից եւ մի շատ կարեւոր հանգամանք եւս եւ վերջապես մեր շատ հարգարժան սիրելի վերլուծաբան միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը կվերադառնա հայրենիք Հայաստան, քանի որ երկար ժամանակ ձեր արչեւ փակ են մեր երկրի հայրենիքի դռները այս իշխանության պատճառով։ Եթե կա ամփոփում ձեր խոսքի, եթե ոչ ավարտենք։ Կարծում եմ ամփոփումը պետք է վերջնական այդ խոսքը պետք է հնչի մեր ժողովրդի կողմից եւ մեծ անկնկալիքներ ունեմ եւ ես սպասում եմ, որ մեր ժողովուրդը կկատարի ճիշտ որոշում եւ իրոք ցույց կտա, որ մենք ենք տերը մեր երկրի, այլ ոչ թե այն ուժերը, որոնք զավթել են իշխանությունը եւ իրականացնում են թուրք-ադրբեջանական նարատիվները։ Շնորհակալ եմ Անդրանիկ, վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, հեռավար կապով ես զրուցում էի միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ, լավ եղեք, կհանդիպենք։